սկսենք Ձեր թույլտվությամբ ես սկսեմ, հետո հարցերով նախ ուզում եմ տեղեկացնել, որ քիչ առաջ ենթադրում եմ որոշ լրատվականներ ներկային, ես մասնակցում էի պարոն Վոլոդյա Գրիգորյանի ուղարկավորման արարողությանը, ուզում եմ իգիտություն ձեզ նաև ասել, որ տարբեր շահարկումներ են եղել դրդապատճառների եւ այլնի մասին, ուզում եմ տեղյակ լինեք, որ նա իմ համագյուղացիներ, իմ պապիկի եւ իր պապիկի տները իրար հարևանությամբ էին եւ իր հայրը, ում այսօր ես հնարավորություն ունեցա ցավակցական խոսք ասել, իմ հոր եղբոր դասարանցին էր, իմ հայրիկի հետ մտերիմներ էին, իրար հետ աշխատել են երկար տարիներ եւ ինձ համար սա նաեւ անձնական հարց էր, չնայած ես երբեք չեմ ճանաչել պարոն Գրիգորյանին, բայց սա նաեւ ուզում իգիտություն ձեզ իմանաք եւ քանի որ բազմաթիվ հարցեր են հնչել, ուզում եմ միանգամից ասել, որ այն բոլոր գնահատականների եւ քաղաքական աստառներ տալու փորձերը ես կարծում եմ, որ ոչ միայն կոռեկտ չեն, այլ նաեւ իմ պատկերացրած բարոյական շրջանակներում չեն տեղավորվում եւ այսքանով կուզենամ, որ այդ թեման ամփոփենք եւ սպասենք, որ իրավապահ մարմինները իրենց գործը արագ եւ բարձր որակով կատարեն, մեր բոլորի սպասելիքները դրանք են։ Ես երկու բառով էլի մի շարք էս վերջին օրերին հոդվածներ են տպվել տարբեր թերթերի, Հրապարակ, News.am, կարող չեմ մտաբերեմ էլ իմ անձի հետ կապված տարբեր բամբասանքներ եւ ստեր են տարածվել կապված նրա հետ իբր ես իմ ընկերների մասին ինչ-որ բաներ եմ խոսում գործընկերների, վարչապետի Ալեն Սիմոնյանի, Վահագն Ալեքսանյանի այլոց ուզում եմ որ News.am-ն էլ ուրիշ շարքում կա ուզում եմ որ ասացի որ մի քանի լրատվականներ ձեր հոդվածը դուք կմեջ վերեք ես էլ գնահատականը կտամ ես էլ ձեզ ասում եմ ձեր հոդվածը կոնկրետ ձեր հոդվածը դուք կմեջ վերեք ես էլ ձեր գնահատականը կտամ ձեր գրածի ուզում եմ որ մենք զերծ մնանք նման հերյուրանքներից այնտեղ նաև գնահատականներ